Զեկուցող հարցը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ստեփան Շահումյան փողոց 20 եւ 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու ծրագրի իրականացման նպատակով գույք նվիրաբերելու համաձայնություն տալու մասին է։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Խուդացյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը ինչպես ասացիք Շահումյան փողոց 20 եւ 37/1 հասցեներում ուրեմն համայնքային սեփականության գույք տրամադրելու մասին է, գույքերը երկուսն են 0.26 հեկտար մակերեսով եւ 4.8 միլիոն դրամ կադաստրային արժեքով եւ 0.11 հեկտար մակերեսով 2 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը առաջարկում է նվիրաբերել ML Mining ընկերությունը պարտավորվում է այնտեղ բնակարաններ կառուցել մինչև 2030 թվականը եւ երկու բազմաբնակարան շենքերից թվով 48 բնակարաններ ընդհանուր 68 յուրաքանչյուրը մոտավորապես 68 քառակուսի մետր մակերեսով տրամադրել համայնքին, որպեսզի համայնքը կարողանա բնականաբար այդ բնակարանները տրամադրել այն բնակիչներին, ովքեր ժամանակին այդ շենքերում պարոն փոխվարչապետ օրդեր են ունեցել, բացի դրանից նաև շուրջ 686 քառակուսի մակերեսով հասարակական տարածք է տրամադրվելու էլի համայնքին համայնքային գրադարան կառուցելու համար։ Ընդհանուր այսքանը, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն պարոն Խուդացյան, սա ըստ էության եկեք արձանագրենք, որ երկու հանգամանք ունի իր հիմքում։ Առաջինը նա, որ շուտով մենք ավելի ու ավելի շատ քաղաքաշինական ակտիվություն կնկատենք մեր մարզ կենտրոններում, այդ թվում, որովհետև եկամտային հարկի հիպոթեկային վարկերի նկատմամբ գործող կառավարության աջակցությունը կշարունակի գործել հատկապես այդ քաղաքներում եւ սա այն դեպքերից է, երբ որ մենք տեսնում ենք, որ համայնքը եւ կառուցապատող կազմակերպությունը համագործակցելով կարող են մի կողմից իրականացնել նշանակալի քաղաքաշինական ծրագիր, մյուս կողմից նաև համայնքը կարող է այդ հնարավորությունը օգտագործել սոցիալական իր որոշակի պարտավորություններ կատարելու համար եւ այս համագործակցությունը գուցե եւ լավ օրինակ է մեր քաղաքաշինության կոմիտեի համար, որը ներկայումս առհասարակ ռենովացիայի ծրագրի հիմնական գծերը մշակելու փուլում է եւ մենք նման մեկ անգամյա համագործակցության փորձը իհարկե հաշվի ենք առնում այդ ընդհանուր քննարկումներում որոշակի ուղղություններ նախանշելու եւ ռենովացիայի ծրագրի հետագա շրջանակը առավել հստակեցնելու համար։ Պարոն Վարդանյան, մենք այս առումով ինչ փուլում ենք, երբ կարող ենք մտածել, որ կառավարությունը կարող է արդեն հայեցակարգային քննարկումների գալ։ Շնորհակալություն պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, մենք արդեն մշակել ենք ռենովացիայի ծրագրի իրականացման 5 սցենար, որը առաջիկայում կներկայացնենք ձեզ եւ գործընկերներին քննարկման։ Ինչի ենք 5 սցենար մշակել, որտեղ տարբեր բնակավայրերում կախված ռենովացվող շենքերի տեղակայման աշխարհագրությունից, այսինքն բնակավայրի կենտրոնում է գտնվում, թե ավելի կենտրոնից դուրս տարածքներում է, պետքա դիտարկել տարբեր բանաձևեր եւ տարբեր սցենարներ ռենովացիայի։ Դրանց որոշ մասը կլինի ամբողջությամբ կոմերցիոն սկզբունքով, ինչ եղանակով օրինակ էս քննարկվող հարցն է Արարատ համայնքի հետ կապված, որոշ մասը կլինի պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում։ Ես կարծում եմ, պարոն փոխվարչապետ, 1 ամսվա ընթացքում կներկայացնենք քննարկման։ Շնորհակալություն պարոն Վարդան, այստեղ իհարկե կարևորը նաև որ այն տարածքը, որտեղ նախատեսվում է իրականացնել քաղաքաշինական ծրագիրը իր տեղադիրքի առումով պետք է ներկայացնի զգալի ներդրումային հետաքրքրություն, սա գուցե լավ օրինակ է, որ մենք կարողանանք համադրել եւ հասկանալ, թե այս օրինակով մյուս մեր մարզային կենտրոններում ինչպիսի նման ծրագրեր կարող են իրականացվել եւ մենք գալով արդեն հայեցակարգի քննարկմանը ավելի կհստակեցնենք, թե ինչ ծրագրային աջակցություն կարող է ցուցաբերել նաեւ կառավարությունը։ Պարոն Խուդացյան, խնդրեմ։ Պարոն փոխվարչապետ, ըստ էության այս հարցի կարևորությունը նաեւ հետեւյալում է, մենք նախորդիվ հանրապետության այլ մարզերում համանման ներդրումային ծրագրեր իրականացել ենք բնակարանաշինության մասով, բայց այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ
Խորհրդային Միության ժամանակ այս տարածքները կառուցապատված են եղել։ Բնակիչները օրդերի դիմաց հրաժարվել են իրենց կառուցապատման իրավունքից եւ այդ տարածքում իրենց գոյություն ունեցող գույքը քանդվել է, տեղը կառուցվել է կիսակառույց, որը տենց կիսակառույց էլ մնացել է։ Եվ հիմա սրա արդյունքում բնակիչները 80-ականներին կորցրած իրենց սեփականությունը իրենց վերադարձնելու հնարավորություն կա եւ այդ 48 ընտանիքները այս տեսակ ընտանիքներ են, այսինքն գործող նաև մարդկանց այս տարիների ընթացքում ձևավորած ակնկալիքն է բարելավում, բավարարվում եւ բացի դրանից համայնքային գույք է ստանում համայնքը գրադարանի տարածք, բացի դրանից բնականաբար արդեն կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնող շուրջ 160 բնակարաններ վաճառքի կդրվեն, Արարատում էլ բազմաբնակարանների կառուցումը որպես այդպեսին մեծ հաշվով նոր է սկսում եւ այդ 160 բնակարանները էականորեն կթարմացնեն Արարատի բնակարանային ֆոնդը։ Ինքն էլ այո, ինչպես նշեցիք, գույքը կոմերցիոն տեսանկյունից տարածքը բավական հետաքրքրություն պետք է ներկայացնի, որ այս ծավալի ներդրման համար նպատակահարմար լինի, որովհետեւ ներդրման ծավալը, ինչպես ասացի, 5 տարիների համար սահմանված է 3 միլիարդ դրամ։ Շնորհակալություն, պարոն Խուդասյան։ Ինչ դիտարկումներ կան նախագծի վերաբերյալ։ Խնդրեմ Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, ես կուզեի նախ կարևորել, որ համայնքային գրադարանի մասին ենք խոսում նաև այս ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն է տալու հանրային տարածք ստանալ եւ այդ իմաստով պետք է հիշեցնեմ, որ կառավարությունը առանձնահատուկ կարևորում է ընթերցանության խրախուսման ուղղված քաղաքականությունները եւ կառավարության նոր ծրագրում ենթադրում են, որ դրանք բավականին մեծ ներկայացվածություն կունենան ու այդ իմաստով գրադարաններն էլ ունեն հատուկ նշանակություն, բայց ես կուզենայի նաեւ այս առիթով մեր կառուցապատման ծրագրերում մի կարևոր հանգամանքի մասին խոսել, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք խոսում ենք բնակելի նոր տարածքների եւ հզորությունների ընդլայնման մասին, շատ կարևոր է, որ մենք չմոռանանք նաեւ հանրային նշանակության ենթակառուցվածքների հետ դա համադրելու կարևորությունը, մասնավորապես մեծ ծավալով կառուցապատումները ընդհուպ միջև նոր թաղամասերի ձևավորումը պետք է զուգակցվի անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքները պլանավորելու հետ միաժամանակ, այսինքն նոր դպրոցներ, մանկապարտեզներ եւ մենք այսօր արդեն տեսնում ենք այդ խնդիրների որոշ հետևանքներ, օրինակ առաջացող խցանումների եւ մնացած այլ պրոբլեմատիկ երևույթների հետ կապված եւ ես ուղղակի պիտի խնդրեմ, որ մենք բոլոր մեր նման ծրագրերում լինեն դրանք ռենովացիայի, թե նոր ուրեմն շենքերի կառուցման առանձնահատուկ մեթոդաբանական մոտեցումներ ունենանք նաև տարածքում այս սոցիալական ենթակառուցվածքները ժամանակին պլանավորելու, հատկապես որ հետո, երբ որ դրան անդրադառնում ենք, հաճախ տեսնում ենք, որ անհրաժեշտ հողատարածքների բացակայության խնդիր է երբեմն առաջանում եւ ճիշտ է հենց սկզբից պլանավորելու մակարդակում այս հարցը հաշվի առնել։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Խուդասյան։ Ես համաձայն եմ Տիկին Անդրեասյան ձեր դիտարկման հետ, մենք նախորդիվ նախադեպ ունենք, երբ որ այս տրամաբանության մեջ այս գրադարանի տարածքի փոխարեն կառուցապատողը պարտավորվել է մանկապարտեզ կառուցել, կառավարել եւ նվիրատվությամբ հանձնել համայնքին, նաեւ այդ թաղամասի երեխաների կարիքների համար։ Շատ է։ Այլ դիտարկումներ չկան, ովքեր են կողմ նախագծի հաստատմանը։ Շնորհակալություն, հարցը հաստատված է։ Հաջորդ մեր քննարկվող հարցը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքի եղանակով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին է։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան, պարոն Խուդասյան, խնդրեմ։ Հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին կառավարության որոշման նախագծի ընդունմանն է վերաբերվում, խոսքը վերաբերվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն 37 հասցեում գտնվող 0.52 հեկտար հասարակական նշանակության հողամասի ուղղակի վաճառքին փոխարենը հիմնադրամը նախատեսում է իրականացնել տվյալ տարածքում բարեգործական ծրագիր, մասնավորապես կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնում, ինչը կրթական կենտրոն է լինելու, պլանավորում է նաև կառուցել տեխնոլոգիական թվով 6 կացարաններ, որոնք հագեցված են լինելու ժամանակակից սարքավորումներով, գործիքներով, ներառյալ դրոններով,
պայմանավորվածության համաձայն անվճար հիմունքներով ուրեմն հիմնադրամը ներգրավելու է Ախուրյան եւ Հարակից համայնքների հատկապես գյուղական բնակավայրերի կանանց եւ երիտասարդներին իրենց տեղեկատվական եւ տեխնոլոգիական ծրագրերում ներառյալ տեխնոլոգիական ապրանքների ստեղծման աշխատանքներում եւ այս արդյունքում 5 ուրեմն նոր սկսնակ ընկերություններ պիտի ստեղծվեն եւ հաջորդ պլանավորումը տրանսպորտով են ապահովելու են բոլոր մարդիկ, ովքեր իրենց բնակավայրերից պիտի տեղափոխվեն կրթական կենտրոն այս ծրագրերի շրջանակներում։ Ընդհանուր ծրագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը եւ նախատեսված է շուրջ 100 միլիոն դրամի ներդրում։ Մենք նմանատիպ նախադեպեր նախկինում ունեցել ենք եւ ՔՈԱՖ-ի մասով եւ Սիմոնյան կրթական հիմնադրամի Թումո կենտրոնների մասով, այնպես որ այն տրամաբանությունը ինչ որ ունեցել ենք նախորդիվ դեպքերում, այդ տրամաբանությունը պլանավորել ենք նաեւ այս մասով։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն պարոն Խուդացյան, ես նույնպես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր մեր նախաձեռնություններից մեկն է, այն առումով, որ մենք տեսնում ենք նման տեխնոլոգիական կենտրոնների, որոնք պետք է ձգողական կենտրոններ լինեն իրականում, տարածումը ոչ միայն Երևանում, ոչ միայն մեր մարզկենտրոններում, այլև արդեն նաև գյուղական բնակավայրերում եւ պետք է ուղղակի աջակցել, խրախուսել, որ բոլոր նման նախաձեռնությունները, որոնք ունեն կառավարության ուշադրության կարիքը ժամանակին ընթացք ստանան եւ իրացվեն։ Այլ դիտարկումներ, Տիկին Անդրեասյան, խնդրեմ։ Շնորհակալություն, այո, պարոն Խաչատրյան, ամբողջությամբ համամիտ եմ թե ձեր, թե պարոն Խուդացյանի հետ, որ սա շատ կարևոր ծրագիր է եւ ընդլայնում է կրթության ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր տարբեր տարածաշրջանների քաղաքացիների համար, որը պետք է հիշեցնեմ մեր կրթության ռազմավարության հիմքում է, որպեսզի անկախ բնակության վայրից մեր բոլոր քաղաքացիները ունենան որակյալ կրթության հասանելիություն եւ երբ որ խոսում ենք որակյալ կրթության մասին, նկատի ունենք ոչ միայն ֆորմալ կրթական համակարգը, այլ նկատի ունենք նաեւ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները, ինչու եմ ես սա շատ կարեւորում, որովհետեւ ժամանակակից կրթությունը գնում է մի ճանապարհով, որ ֆորմալ կրթությունը պետք է անպայման լրացվի նաև ոչ ֆորմալ կրթական միջավայրերով, որովհետև մարդիկ սովորում են ոչ միայն դպրոցում, քոլեջում, բուհում, սովորում են իրենց կյանքի յուրաքանչյուր պահին տարբեր միջավայրերում եւ ինչքան ավելի ճկունություն ենք մենք կարողանում հաղորդել համակարգին, այնքան ավելի արդյունավետ է լինում սովորելու գործընթացը։ Եվ թույլ տվեք ասել, որ ըստ էության այսօր տեխնոլոգիական կրթությունը դարձել է մեր կրթական համակարգի բրենդը եւ մենք ունենք բազմաթիվ հաջողված տեխնոլոգիական ոչ ֆորմալ կրթության օրինակներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում նաև Հայաստանից դուրս, ինչպես օրինակ Թումոն է, ինչպես օրինակ Արմաթ լաբորատորիաներն են, որոնք գործում են մեր 600-ից ավել դպրոցներում որպես ոչ ֆորմալ կրթության եւս մի հաջողված օրինակ, նմանատիպ հետաքրքրություն նաև առաջացնում է ՔՈԱՖ-ը եւ այս պարագայում էլ մենք ունենք հետաքրքիր համագործակցության փորձ եւ կարեւորում եմ, որ ծրագիրը հասանելի է լինելու սկսած ավագ դասարանների աշակերտներից, այսինքն բավականին վաղ փուլում հնարավորություն կլինի աշխատել երեխաների հետ եւ այն ուղղությունները, որոնք ընդգրկված են այս ծրագրի մեջ, մասնավորապես արհեստական բանականության, ինժեներական կրթության, հնարավորություն են տալու նաեւ այս ծրագրի միջոցով ուժեղացնել դպրոցը, որովհետեւ այս ոչ ֆորմալ կրթության բովանդակությունը գալու է աջակցելու դպրոցական ծրագրերի իրականացմանը, բայց ոչ միայն, ես կարծում եմ, որ նաեւ հաշվի առնելով կացարանների առկայությունը մենք կկարողանանք ամենատարբեր ծրագրեր իրականացնել նաև ճամբարային ձևաչափով եւ իսկապես այս կենտրոնը դարձնել տարածաշրջանային կենտրոն եւ համախմբել նաև հարակից բնակավայրերի երիտասարդներին եւ երեխաներին կարևոր ծրագրերի շուրջ։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք խոսում ենք Մարմաշենի մասին, որը նաև զբոսաշրջային շատ կարևոր կենտրոն է։ Կառավարությունը արդեն իսկ այստեղ նախորդող շրջանում արել է բավականին մեծ ծավալի ներդրումներ, մասնապես վանական համալիրի տարածքի բարեկարգման, հեծանվային ուղու, դրան մոտեցող ճանապարհների եւ այլ մասով եւ վստահ եմ, որ սա ոչ միայն կրթության տեսանկյունից, այլ նաեւ զբոսաշրջության տեսանկյունից նոր հնարավորություններ կբացի այս համայնքի եւ բնակավայրի համար։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, պարոն Մանթաշյան։ Շնորհակալություն, ուզում էի նաև ես էլ լրացնել, ճիշտ ասած լրիվ համամիտ եմ, նաև համակարծիք,
ուզում եմ նշել, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր աջակցությունը հայտնել էր այս ծրագրին ու նաև մի կարևոր նյութ ուզեի նշել, որ մենք ոլորտի տեսանկյունից տեսնում ենք, որ վաղ հասակում, երբ որ ապագա մասնագետներ ավելի շուտ են սկսում առնչվել նման տեխնոլոգիաներին ու հասկանալ, թե ինչպես կարելի է իրենց հետ վարվել, իրանք ավելի պատրաստված են լինում եւ նոր այս մեր ժամանակներում այն մարտահրավերները, որ նաև աշխատանքի շուկայում կառաջանան տարբեր տեխնոլոգիաների ի հայտ գալով, իրանք ավելի բարձր ադապտականություն են ունենում, հարմարողականություն։ Նման իրավիճակներում արդեն Տիկին Անդրեասյանը նշեց հաջող փորձը Թումոյի, Արմատի եւ Կոաֆի, բայց նաև կուզեի մի դեպքել պատմեի կոնկրետ Թումոյում, որ մենք ականատես եղանք, երեխաները, որոնք որ 12 տարեկանում, 13 տարեկանում այդ նման միջավայրում են գտնվում, նույն արհեստական բանականության հասանելի գործիքների կիրառության շուրջ իրանց պատկերացումները շատ ավելի վաղ հասակում ձևավորվելով աշխարհի լավագույն քաղաքականության ռեկոմենդացիաները արդեն իրենք են ձևավորում, իրանց մոտ դառն ձևավորված է լինում, իրանց գրեթե սովորացնել պետք չի լինում։ Մի դրվագ կարող եմ պատմել, որ 12 տարեկան մի երեխա կոնկրետ ինքը իր ծնողներին թե տատիկներին խորհուրդ էր տալի, թե ինչքան վստահ են, ինչքան չվստահ են, որտեղ ոնց օգտագործեն, պատմել, որ հիմնականում բոլոր իր դասարանցիները օգտագործում են դասերը, որպեսզի հուշեն օգտագործեն, բայց ինքը համաձայն չէր դրա հետ, ասում էր պետքա ամեն դեպքում դասատուին հարցնենք լսարանում, դա իրան օգնում է, որպեսզի ինքնավստահություն ձևավորվի առարկայի շուրջ, այսինքն ձևավորվում է սրա շուրջ որոշակի պատկերացումներ, որոնք որ օգնում են ավելի լավ տեխնոլոգիան կիրառել եւ այդ իմաստով ինչքան մարզերում նման կենտրոնները ավելանան ու նման նախաձեռնություններ լինել, կարծում եմ որ պետք է աջակցել, որտեղ լրացուցիչ ձգողության կենտրոն է ձևավորվում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Մանտաշյան, պարոն Խուդասյան։ Իհարկե, պարոն փոխվարչապետն ինչ հիմա կասեմ, վատատեսական չի։ Վստահ եմ, որ այս ծրագիրը, ինչպես նաև ML mining-ը, ինչպես նաև նախորդի վաստատած մեր ծրագրերի մեծամասնությունը իրականություն են դառնալու, բայց նաև այստեղ իրավական մեխանիզմներ ենք սահմանել եւ այս դեպքում եւ նախորդ զեկուցված հարցի դեպքում, եթե հողը չծառայի այն նպատակով կամ այդ ժամկետի խախտում լինի, մեկի դեպքում 2028 թվականներ, ML mining-ի դեպքում 2030 թվականը, հողը ենթակա է հետ վերադարձման համայնքի, այսինքն այս իրավական մեխանիզմները հստակ սահմանված ունենք։ Դա իհարկե լավ է, որ մենք նաև մեխանիզմներ ունենք, որով կարող ենք հետագայում մշտադիտարկել ծրագրի իրականացման ընթացքը եւ խրախուսել, որ նախապես հայտարարված նպատակների շեղումներ չլինեն, բայց եկեք պարոն Խուդասյան մտածենք, որ եթե հանկարծ առաջանան այնպիսի խնդիրներ, որոնք մենք պետք է օգնենք լուծել, որ ծրագիրը հասնի նպատակին, պետք է գնանք այդ ճանապարհով եւ չմտածենք հողը վերադարձնելու մասին։ Բայց ես հասկացա, դուք նշեցիք հենց սկզբից, որ իհարկե ամենևին դա նկատի չունեիք, մենք ունեցել ենք նաև դուք գիտեք լավ, որ բազմաթիվ այլ նման օրինակ հարցերի քննարկումներ, երբ որ ավելի լավ մտածված եւ ավելի պաշտպանված մեխանիզմներ պետք է ունենանք, որոնք խրախուսում են կամ խթանում են, որ նախապես հայտարարված նպատակին հասնենք։ Մենք 3 աշխատանքային մի քննարկում ունեինք գործընկերների հետ, Արդարադատության նախարարության, կադաստրի կոմիտեի եւ մյուս գործընկերների եւ հասանք այդպիսի մի կետին, խոսքը Սյունիքի մարզում նախապես հայտարարված շատ տարիներ առաջ հայտարարված մի ծրագրի մասին էր, որը որ նպատակով հայտարարված էր, բայց տարիներն անցել են ու մենք հիմա քննարկում ենք, թե ինչ պետք է անենք, որ ասված եւ չարվածը դառնա իրականություն։ Եվ կան բացեր, որոնք որ նաև մեր կարգավորների տիրույթում են, պետք է փորձենք դրանք լրացնել, այնպես ինչպես դուք նշեցիք քիչ առաջ, որ իհարկե մեր նպատակը իրացվի, այն է տեխնոլոգիական տվյալ դեպքում կենտրոնը գործի նաև իշահեն մեր քաղաքացիների, ովքեր բնակվում են այդտեղ։ Ես մի կարևոր միտք կուզեի ավելացնել, որ իհարկե նոր բան չի որ կասեմ, բայց նորից ուշադրության արժանի հարց է։ Հատկապես այս եղանակով ձևավորվող կենտրոններն են, որովհետև պարոն Խուդասյան, դուք ձեր խոսքին սկզբում նշեցիք նաև, որ այնտեղ պետք է լինեն սկսող կազմակերպություններ, որոնք որ այդ միջավայրում պետք է հիմնավորվեն եւ գործեն, դրանք նաև մեր գյուղական բնակավայրերը ամրացնելու ուղղությամբ նախաձեռնություններ են, որովհետև եթե տեխնոլոգիական, այսօր ինչ է, ինտերնետ կապ մեր բոլոր գյուղական բնակավայրերում գուցե եւ արդեն բարձր որակի է, կամ գրեթե այնքան բարձր որակի է, որ նման կենտրոններ ձևավորվելու եւ նման եղանակով ծառայություններ մատուցելու խոչընդոտներ այլևս չկան,
Եվ սա նշանակում է, որ երբ որ փորձառու մարդիկ հայտնվում են այդպիսի կենտրոններում եւ իրենց շուրջ հավաքում են արդեն սկսող երիտասարդներին, դա մեկ հնարավորություն է, որ մարդիկ շարունակեն մնալ իրենց հարազատ միջավայրում, բնակվեն այդ բնակավայրերում, հաղորդակցվելով են առաջատար տեխնոլոգիաների հետ եւ եկամուտ ստեղծելու հնարավորությունների հետ, որոնք կան։ Այսինքն այս տեսանկյունից է, որ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս հարցին նաեւ եւ ձեզ այդ մնացած բոլոր դիտարկումներում իհարկե համաձայն եմ։ Այլ նկատառումներ կան, պարոն Մանթաշյան։ Մի բան կուզեի հավելեի ի շարունակություն այդ մտքի, որ տվյալ հիմնադրամը մի հաջող պրոյեկտ արդեն ունի, որը որ Փարաքյար համայնքում է, այդ հայկական ծառար տեխնոլոգիաների կենտրոնն է, թե ճիշտ եմ ասում, գինանդրեսն քոլեջը, որը որ այն արձագանքները, որը մենք լսել ենք, բավական հաջող կոնցեպտ է կարծես թե, երևի դա էլ նաև վստահության էլի լրացուցիչ հիմք կհաղորդի այս ամեն ինչին։ Շնորհակալություն, պարոն Մանթաշյան։ Այլ դիտարկումներ չկան, նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ նախագիծը հաստատելու։ Շնորհակալություն, նախագիծը հաստատված է։ Հաջորդ մեր օրակարգային հարցը 2021 թվականի դեկտեմբերի 22-ի կառավարության 1851-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին է։ Զեկուցող կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն